Մենք չենք մաքրվի, եթե շարունակենք կոծկել, արդարացնել ու գովերքել մեղքը։ Նիկոլ Փաշինյանի ձեռքը սեղմած 8 եպիսկոպոսներ նոր հայտարարություն են տրամադրել նախորդ անգամվա պես իշխանական մամուլին։ Տարիներով կուտակված անլուծելի հարցերը, մտահոգություններն ու բարեկարգության կարոտ հիմնախնդիրները, միմյանց չլսելու մեր թուլությունը, անարդար դատողությունները, ուժի եւ ամբարտավանության դիրքերից արդարության բռնաճնշումը, վիրավորանքներն ու այլ թաքուն վերքերը բացվել են հանկարծակի եւ թվում է բոլորը բոլորի մեղքերն են բարձրաձայնում։ Ծանր ու խռովահույժ ժամանակներ են, արձանագրում են այս սրբազանները, տեսնում ոչ թե կործանվելու, այլ վերանորոգվելու իրական շանս։ Մերժենք մեղքը հորդորում են նրանք, որ ամենայն հայոց կաթողիկոսին սրբապղծության հովանավոր են անվանել, քանի որ համարում են նա կոծկում է Մայր Աթոռի դիվանապետի սրբապիղծ արարքը։ Խոսքը Արշակ սրբազանին վերագրվող ինտիմ տեսանյութի մասին է։ Ոմանց կողմից մեղքի ամբարտավան եւ ցինիկ գովերքումը խլացնել է ջանում անխուսափելի մաքրագործման անբեկանելի պահանջը։ Եվ ովքեր են մեղքից հրաժարվելու կոչեր անում վերջին օրերին սոցցանցային հարթակներում այս եպիսկոպոսների վերաբերյալ Նավասարդ arczepiskopos Կճոյանից մինչև Առաքել arczepiskopos Քարամյան տեղեկություններ են տարածվում կից հարցադրումներով, քրեական գործերով ծանրաբեռնված կուսակրոնության, աղքատության ուխտերը խախտասներն են եկեղեցին նորոգողները։ Հայտարարությունում հերքումներ չկան։ Մեր դեմ թշնամական հարձակումները ոչ թե պիտի կասեցնեն մեզ վերանորոգման մեր ընթացքի մեջ, այլ կտրուկ բարձրացնեն մեր պատասխանատու ինքնագիտակցության չափն ու աստիճանը։ Մայր Աթոռի դիվանապետին վերագրվող տեսանյութներ այս եպիսկոպոսների ընդվզման առիթը։ Նրանք վկայակոչում էին քննչական կոմիտեից նոյեմբերի 25-ին ստացած փորձաքննության եզրակացությունը, որով հաստատում են սրբազանն է տեսանյութում։ 4 օր անց կոմիտեից ազատության հարցին ի պատասխան տեղեկացրին, տեսաձայնագրային ու դիմանկարային փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ համացանցում հայտնված խիստ անձնական բնույթի տեսանյութերում Արշակ arczepiskopos-ն է։ Իսկ թե ով է գաղտնի տեսաձայնագրության հեղինակը, տարածողներն ովքեր են, քննչականն այս հարցերին չի պատասխանել, հիմնավորելով հրապարակման ոչ ենթակա նախաքննական տվյալներ են պարունակում։ Քննչական կոմիտեն մշտապես հանրային կարծիքի վրա փորձել է մանիպուլյատիվ ազդեցություն ունենալ։ Արշակ arczepiskopos-ի փաստաբան Արսեն Բաբայանի դիտարկմամբ քննչականը դեղին մամուլի դեր է ստանձնել, ինչը որ հանրության վրա կարող է ազդել, օրինակ, որ տեսանյութն իրական է, տարածում են, իսկ մնացածը նախաքննական գաղտնիք հռչակում։ Փաստաբանը կրկնում է այն, ինչ իր պաշտպանյալն է ասել. տեսանյութի բովանդակությունը իրականության հետ կապ չունի։ Հիմա դա AI-ով են ստեղծել, թե դերասաններով են ստեղծել, թե հատուկ դրա համար պավիլյոն են հավաքել, այդ ամեն ինչը բացարձակ Արշակ սրբազանի լուծելիք հարցը չի։ Արշակ սրբազանը հրաժարվել է քննչական կոմիտե գնալ ծանոթանալու ոչ օբյեկտիվ եզրակացությանը, ասում է փաստաբան Բաբայանը։ Պատճառները բազմաթիվ են, սրբազանը զրկված է եղել իր լիազորություններից, որ օրենսգրքով են նախատեսված, կարող էին ներկա լինել պրոցեսին, պարզաբանումներ տալ փորձագետին, գուցե բացառք հայտնել, ոչ թե փորձաքննություն, այլ քաղաքական պատվեր է համարում Արսեն Բաբայանը։ Առանձին հարց է այն, որ ըստ Բաբայանի քննչականն իրավունք չուներ այդ եզրակացությունը տրամադրել որևէ այլ անձի, այդ թվում հոգևորականների։ Հոգևորականների հետ հրապարակված փաստաթղթից տեղեկացանք, որ փաստորեն նոյեմբերի 25-ին արդեն հոգևորականներին տրամադրած են եղել եզրակացությունը փորձագիտական։ Ինքնին եզրակացությունը այլ անձի տրամադրելը արդեն խնդրահարույց է եւ օրենքի ակասող։ Երկուշաբթի Մայր Աթոռի դիվանապետը մամլո ասուլիս կտա, ենթադրվում է ոչ միայն իրեն վերագրվող սկանդալային տեսանյութերի թեմայով։ Արշակ սրբազանի հոգևոր ծառայության կասեցման հարցը հիմա եպիսկոպոսներին բաժանել է երկու առայժմ անհավասար մասի։ Ինչ է մտածում ամենայն հայոց կաթողիկոսը, ոչ ոք չգիտի, նա այսօր մայր տաճարում էր Սուրբ Թադեոս ու Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին, որ վեհափառի կոնդակով նաև Սուրբ Գեղարդի ուխտի օր է հռչակվել։ Եկեղեցին ներսից վիրավորված է դրսից ճնշումների տակ, պատարագի քարոզում ասաց Դանիել եպիսկոպոս Ֆնդկյանը։ Մեր ժողովուրդը, մեր սիրելի ժողովուրդը գտնվում է թագողությունների և կասկածների օթորիկի մեջ, որոնք բուժում են ամեն կողմից։ Մեղադրանքին մեղադրանքով, բորբոքված խոսքին բորբոքմամբ պատասխանելով մենք մոռանում ենք, թե ումն ենք մենք, շեշտել է Դանիել եպիսկոպոսը, քարոզում մի քանի անգամ հիշել Պողոս առաքյալի խոսքերը։ Եթե մեկ անգամ տարապում է, բոլորը միասին են տարապում։
Մոտ 2000-ամյակ այս խոսքերն են պահպանել մեզ սելջուկներից, մոնղոլներից մինչև Սովետ միություն։ Այժմ, երբ ոչ մի կայսրություն մեր հավատքը չի արգելում, մենք խեղդում ենք ինքներս մեզ, դառնացել է եպիսկոպոսը, հորդորելով մերժել բաժանումների թույնը։ Չպետք է թողնենք, որ մեր առաքելական սուբյեկտիվացին վերածվի աշխարհի գառույցի։ Վերադառնանք մեր առաջին սիրուն Քրիստոսին, հոգևորականի ամփոփիչ ուղերձներ։ Վաղը վարչապետ Փաշինյանը Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցի է գնալու պատարագի։ Արարատյան հայրապետական թեմի ավագ քահանայից տեղեկացանք, որ պատարագիչ քահանան Տեր Արարատ Օրդոյանն է լինելու։ Նայել է աղոթքներից չեզոքացնելու ամենայն հայոց կաթողիկոսի անունը, առայժմ հստակ չէ։ Էջմիածնականների շարքերը երերում են անկանխատեսելի ուղղություններով։ Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ նավասարդ arczepiskopos-ը Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակ հասնելուց ուղիղ մեկ շաբաթ առաջ Վեհարանի բակում ամենայն հայոց կաթողիկոսի հետ լուսանկարվում էր։